Կացախը ոնց է ստանում։ Հա, երբ որ գինին թողնում են այն պայմանները, որ ինքը թթվի, փչանա, արդեն ինքը Կացախն է։ Դրա համար ճիշտ ջերմաստիճանի տակ է պահվում գինին, որպեսզի ինքը չգնա դեպի Կացախ։ Հապարան իսկ այն Կացախները, որ բարձր տոկոսանոց 90-ները մինչև վառում են այդ ոնց է պատրաստվում։ Դի սպիրտից թողնում են նույն ձևի, որ սպիրտ է արդեն բան։ Հա նույն թունավոր սպիրտ է։ Հա, դրանից է Կացախը, բայց խմելու բանի համար օգտակար չի։ Դրանով մաշկինի իսկ բան Հա։ շատ զգուշապետ։ Այդի արդեն իր սպիրտի բարձր տոկոսից է, էլի գալիս, որ նատում աշկու բանում։ Հալարն հենց դինի, որ թունավոր մարդ է, ում ամբողջությամբ հնարքվի։ Սպիրտը, այո, դա համար մի քանի անգամ թողում են, որ ինքը ամբողջությամբ նակ։ Իսկ եթե այդ սպիրտը թունավոր չլինի, ու դու ինչ կլինի, արդեն ստացած, օրինակ այս սպիրտը, ստացած սպիրտը նորից թորենք։ Նորից թորենք, ինքը իր տոկոսայնությունը քիչ է սպիրտի։ Բայց ինքը քանի որ մաքրում սպիրտը արդեն, Այդ իրան վրաս թորենք, որպեսզի Այսինքն թույլ ալկոհոլ ստանալու համար մի քանի անգամ պիտի թորվի։ Որքան հաճախ ենք թորում, այնքան թուլանում է ալկոհոլի խտությունը։ 0% արդեն ջուրն է, էլի։ Եկեք գնանք մառան, այնտեղ արդեն կտեսնենք մեր պատրաստած գինները։ Գալեշը հիմա, իրան ինքը չի պատրաստում խաղի, ինքը պատրաստում է զալի, ինքը կոպիտացում ինքը գարի նույն է, նույնը գծկացնում։ Իսկ եթե ուզում ենք սպիրտայնության գարի ջուր ստանալ, թողում ենք, որ գարի խմորվի և սպիրտայնը գարի։ Չէ, 22 թվի, դե հաղթանակ չանես գինը։ Երեխեք ջան, հիմա պատմում եմ մեր գինու դպրոցի պատմությունը։ Գինու դպրոցը բացվել է 2018 թվականին ու այդ տարվանից արդեն սկսել ենք գինի պատրաստել։ Առաջին գինու գործարանն է։ Չէ, առաջին գինու գործարանը չի, Կրթահամարերում առաջինն ու միակն է, բայց Հայաստանում շատ գործարաններ կան, որ բարձր տարիք ունեն, 100-ից ավել տարիների գինեգործարաններ կան։ Առաջի տեսակի խաղողը, որ պատրաստեցինք, Արենինա, շատ հայտնի խաղող է, ինձ թվում է դաժե լսած էլ կլինեք Արենայի մասին, ինքը շատ հայտնի է։ 2018 թվականին Արենից ենք պատրաստել առաջին մեր գինին, Արենի տեսակի խաղողից, այո, առաջին գիններն է։ Եվ մինչև 20 թվականը Արենի ենք պատրաստել։ Բայց քան է կպահում ստեղ։ Կինին հնանում է ընդհանրապես։ Այո, ինքը Ինչքան ժամանակ հնանում։ Սպիտության կապված։ չէ, երբ որ պահում ենք ճիշտ ջերմաստիճանի մեջ գինին, 16-ից 18 աստիճան, ինքը հնանում է ու սպիրտից կախված չի, ինքը ինչքան թողնես, այդքան հնանալու է գինին, ջերմաստիճանից է Իսկ ձեր վերջին գինին որն է։ Անցած տարվա գինին է, բանաս Իսկ ես գինիները քանի տարի եք պահում։ Ինչքան կցանկանա, բայց մոտավոր 40-ից 50 տարի։ Կան գործարաններ, որ հատուկ շատ հատուկ պայմաններում են պատրաստում, որ միշտ ֆիքսված 16 աստիճան ու դրանից ոչ իշտու ավելի բարձրանում, մոտավոր մի 100 քանի տարի պահում են։ Այս հիմա 18 թվականից Այո, 18 թվականից այս։ Այդ գինին, որ վերջի գինին սարքել։ Վերջի գինին, Վերջին մեր 2021 է, 21 թվի, էլի հաղթանակ չարենք կարմիր գինին է։
Իսկ մենք միշտ ձեզնից գինիներ ենք վերցնում, որտեղ մեր դպրոցում շատ է լինում մանկագիրների այդպես մարդկանց հանդիպումները։ Ու նվերներ ենք իրենց տալի գինի պատրաստեցի։ Իսկ վերջին գինին կասեք, որն է վերջին իրանց համար պատրաստած գինին, որը որ նվիրել է։ 2020 մենք պատրաստում ենք ու թողնում ենք այստեղ, եթե հյուր է ինչ-որ գալիս կամ այդքան նվիրենք, մառանից արդեն գինին վերցնում ենք և նվիրում ենք։ Այդպես հատուկ հյուրերի համար գինի չենք պատրաստում, էլի որ հենց իրենց համար պատրաստենք ու մի անգամից տանք։ Թողնում ենք մառանում հնելում ու տալիս ենք արդեն։ Մենք թվականից արդեն պատրաստեցինք հաղթանակ Չարենց տեսակի խաղողից, որը հայկական խաղողներ են, էնդեմիկ բառը նշանակում է, որ միայն Հայաստանի տարածաշրջանում կա այդ խաղողներից։ Եվ 21 թվականից սկսեցինք տարբեր գինու մասնագիտացված խանութներում, բարերում այսպես կոչված, մեր գինին արդեն արտահանել շուկա և մարդկանց հանրությանը ավելի ճանաչելի դարձնել և ամբողջ գինին, որ վաճառվում է, մենք նորից գումարը բերում ենք գինեգործանի համար, որպեսզի նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ մեր համար խաղներ ենք, որ նորից գինիներ պատրաստում։ Որպեսզի ավելի որակով բարձրանա մեր գինին։ Այստեղ կտեսնեք մեր գործընկեր գինիները, այն գինեգործանները, որոնց շատ հաճախ հանդիպում ենք, իրանք են գալիս մեր մոտ ու մեզանից ավելի փորձառու մարդիկ մեզի խորհուրդ են տալիս և այդպես փորձի փոխանակում է տեղի ունենում։ Այստեղ խոսեցինք սպիրտից, ցուցադրված է թե սպիրտը, որ նոր լցվում է տակառի մեջ, ինչ գույն է ունենում։ Թունավոր սպիրտ։ Չէ, սովորական սպիրտ է։ Բոլորն է։ Այսինքն ամենաթունավորը ամենաթունավորը։ Չէ, ախպերս, էդի թունավոր չի, էդի կոնյակն է։ Երբ որ կոնյակը սպիրտը կոնյակի լցվում է տակառի մեջ, այս գույնն է ունենում ու 5 տարի անց կաղնու փայտից պատրաստված տակառով տեսնում եք իր գույնը ոնց է աստիճանաբար փոխվում ու 50 տարեկան կոնյակի գույնը, ինչ մուկ է։ Իսկ դուք սպիտակ գինի կամ դեղին գինի պատրաստում եք։ Պատրաստում ենք, հիմա բացատրեմ դեղին գինին, վարդագույն գինին, նարնջագույն ու վարդագույն գինին ինչպես է պատրաստում Եվ սպիտակ գինի։ Ոչ, հեսա կբացատրեմ։ Հիշում եք, ընդեղ ասացի, որ կարմիր գինին թողնում ենք մաշկի հետ, որպեսզի մաշկի զգույնը անցնի հյութին։ Մենակ կարմիրը։ Իսկ վարդագույն գինի, որ ասում ես, ինքը վարդից չի պատրաստվում, ուղղակի նույն կարմիր խաղողից ենք մենք պատրաստում, բայց արդեն չենք թողնում, որ մաշկը մնա հյութի հետ։ Միանգամից մաշկը առանձնացնում ենք, որպեսզի գույնը չտա։ Մենք սարքել ենք։ Անպայման, որ գաք այստեղ, Այսինքն 4 տասան կլինի, 4 տասան։ Այսինքն այդ վերջին կլինի։ Չէ, մենք բարբերաբար ամեն տարի այստեղ գինի պատրաստում ենք, դուք երբ որ գաք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, արդեն գինու գործընթացին կարող եք դուք եք մասնակցել, որովհետև այդ ժամանակաշրջանում է գինի պատրաստում։ Իսկ սպիտակ գինին ոնց են պատրաստում։ Սպիտակ գինին պատրաստում են սպիտակ խաղողներից, տեսել եք չէ, խաղողները լինում են կարմիր և սպիտակ։ Կարմիր սպիտակ կանաչ։ Կանաչ, հա։ Բայց սրելելու կանաչ գինի չկա։ Ինչպես է։ Կանաչ գինի չկա։ Չէ, կանաչ գինի չկա, սպիտակը թողնում ենք, կանաչ խաղողը երբ որ բերում ենք, մաշկից իր առանձնացնում ենք, թողնում ենք մենակ հյութը, այդպես սպիտակ գինի ենք ստանում։ Իսկ երբ որ ուզում ենք նարնջագույն գինի պատրաստենք, թողնում ենք, որ սպիտակ խաղողը իր մաշկի հետ հնենա, որպեսզի էլի մաշկից գույնը անցնի հյութին։ Գինու սովորական Ինչ աղբերես։ տակերս Սրանք փայտեր են, իրանց կաղնու փայտեր են, մենք քանի որ կաղնու տակառ չունենք, օգտագործում ենք կաղնու փայտերը, հատուկ պայմաններում մշակված, որը հնեցնում է կոնյակը։
Կա որոշակի չափ, որ այդքան չափով պիտի լցվեն փայտերը։ Այստեղ ինչքան քիչ է, տեսնում ենք փայտը, այդքան քիչ է գույնի, իսկ գնալով ինչքան փայտերը շատանում են, այդքան մուգ է դառնում։ Այսինքն վերջինը 50 տարեկան կոնյակ է արդեն։ Սովորական գինու գույնը ո՞րն է։ Սովորական գինը։ Գինի լինում է 4 գույների՝ նարնջագույն, վարդագույն, կարմիր եւ սպիտակ։ Իսկ վարդագույնն է։ Այո, վարդագույն։ Իսկ դրանց տարբերություն կա ինչ-որ։ Այո, կարմիր գույնը իր կարմիր խաղողի մաշկից է, իր գույնը ստանում։ Ոչ թե հյութն է կարմիրի, այլ մաշկից գույնը անցնում է հյութին։ Իսկ վարդագույն, եթե ուզում ենք պատրաստենք, արդեն մաշկը հանում ենք, հյութն ենք միայն թողում, որպեսզի վարդագույն գույնը ստանանք։ Իսկ սպիտակը արդեն նույն ձև էլի, եթե ուզում ենք սպիտակ ստանանք, մաշկը հեռացնում ենք, մնում է սպիտակ գինի, իսկ եթե ուզում ենք նարնջագույն, սպիտակ խաղողի մաշկը թողնում ենք, որպեսզի մաշկից անցնի։ Իսկ ինչքան հինա այդքան թարմ է։ Ինչքան հինա, այնքան ավելի թանկ է։ Իրականում Կոնյակի նման չէ ինքը։ տարբերություն չկա, մարդ կա, որ սիրում է ավելի նոր գինի, այսպես կոչված մաճար, մարդ կա, որ սիրում է հին գինի, արդեն ճաշակի արդեն թանկ է։ տարբերություն չկա, Կոնյակի պայմանում, կոնյակի ինչքան բանա հինա, այնքան թանկ է։ Իսկ որը այսինքն կոնյակը ինչքան 2018 թվականից սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ Իսկ սպիտակ գինին, այդ գինիների գույները համի ու արժողության հետ կապում են։ Արժողության հետ ոչ, իսկ սպիտակ գինին համի ինչ տարբերություն կա, կարմիր գինին ավելի բարձր է իր ալկոհոլայնությունը, քան սպիտակը։ Ալկոհոլի հետ կապ ունի, իսկ համը ալկոհոլի հետ կապ ունի։ Այո, որովհետև ավելի կարմիրը թունդ է ու իրան խմելը ավելի չէ, ոչ թե դառնա, այլ չոր կծմծով այդպես բանը ավելի ինքը ոնց որ կարալյոկ կերել եք, որ բերանները այդ բանը չէ անում, խեղտող գինին է ավելի կարմիրի, իսկ սպիտակը ոչ այդքան։ Իսկ շամպայնը ոնց է ստանում։ Շամպայնը երբ որ խմորումը տեղի անելն գինու, ինքը գազեր է առաջանում գինու մեջ ու այդպես շշալցնում են շամպայնը, որպեսզի գազերը մշտի։ Իսկ երբ որ գինի ենք ուզում պատրաստենք, մենք թողնում ենք, որ խմորվի, այդ գազերը անցնի, նոր գինին մենք արդեն։ Այսինքն շամպայնը սպիտակից է, սպիտակից էլ կարմիրից էլ։ Բավարարվում է խցանը դնում գինին։ Վարդագույնությունը Ինչպես։ Որ գինին արդեն մեկվացածում նոր է խցանը։ Ահա, այնտեղ շշալցումից լցնում են գինին ու միանգամից խցանը։ Իսկ մի հատ էլ բան ասեմ էլի, իսկ դուք ուզում եք ավելի մեծ գործարան ունենաք, ավելի լավ հարուստ տեխնիկաներով ու արդեն պատրաստեք շամպայն, տես բաներ արդեն պատրաստեք։ Իհարկե կուզենանք, բայց ներկա պահին, քանի որ փոքր է գործարանը եւ այդքան ֆինանսական բան չունենք, Միջոցներ չունենք։ Նոր ավելի լավ տեխնոլոգիաներ բերենք մեր գինեգործարան, դա համար չենք պատրաստում դեռ։ Ուզում եմ ասեմ, ապագայի վրա նկարները ինչ են նշանակում։ Ոչ մի բան, դա ուղղակի նկարում են դիզայնի համար, սիրունության համար։ Պատրաստում են, քանի օր է պահում, որ գինին պատրաստվում Գինին Որքան ժամանակում է, այսինքն մինչև շշալցումը, որքան է տևում։ մոտավորապես 3 ամիս Պատրաստման ընթացքից մինչև շշալցում, չէ։ Հենց այդ օրը։ Չէ, չենք կարա ինչի համար, որպեսզի պետքա թողնենք, Այսինքն հենց այդ ամիսը, որ պատրաստում ես, այդ ամիսն է հաշվում։ հա, դրանք ուշ շշալցնենք, բայց ինչի համար չենք կարող միանգամից երբ որ բերենք խաղը, միանգամից շշալցնենք, որովհետև երբ որ խմորումը լինում է այդ գազերը, որ առաջանում է գինու մեջ, ինքը քայքայելով շաքարը դարձնում է սպիրտ։ Դա համար պետք է թողնենք, որպեսզի շաքարը վերածվի սպիրտի, շաքարը փոխվի ալկոհոլի, նոր շշալցնենք։
Այդպես խաղողի սոկ էլի կրում ենք։ Իսկ որ շատ Հա, այստեղ գրված է թե քանի հատա կոնկրետ այս մասի քանի քանակով է շշերը, էլի։ Հա։ Հետո հնարավոր է հստակ հիմա սխալ լինի թիվի, ինչի համար, որովհետև հանել ենք հետո հյուրերին ենք տվել, հյուրերի հետ խմել ենք ու հնարավոր է այստեղից հանածնենք ու սխալ գրածնենք։ Իսկ որ կոնկրետ այս դրա մասին ես խոսում պիտակի։ Ինքը չէ, արդեն մեր այն մարդիկ, ովքեր որ մասնագիտացված են այս ամեն ինչի մեջ, իրանք են պատրաստում, մենք չենք պատրաստում էսի։ Բայց արդեն նկարել են, այնտեղ կտեսնենք, որ յուղաներկով մատիկներով նկարել են, հետի ձեր տարիքեր էֆեկտն արել, տվել ենք շշերը, որպեսզի նկարեն։ Մենք էլ ենք նկարելու։ Երբ որ գինին պատրաստենք, հնարավոր է որ նկարենք։ Հիմա Իսկ որ շատ բան ինչ կստացի գինի կպչանը, թե խացախ կդառնա։ երբ որ ճիշտ պայմաններում պատրաստենք, գինին ավելի կհնանա ու իր համը ավելի կփոխվի։ Իսկ եթե սխալ պայմաններում պատրաստենք, սխալ ջերմաստիճանի տակ, կդառնա խացախ։ Իսկ պարտադիր է, օրինակ զատիկին գինի խմել փոքրերը։ Փոքրերը։ Եթե ինձ նիսեք ավելի լավ փոքրերը ընդհանրապես ալկոհոլ չխմեն, որովհետև օրգանիզմին փոքրերի, քանի որ փոքրերը օրգանիզմը ավելի թույլ է, հնարավոր ալկոհոլը իրանք լավ չընդունեն։ Երբ որ մեծանանք, արդեն կարող եք խմել։ Գինին, երբ որ ջերմաստիճանի տակ շշերում պահում եք, ինքը հնելում է։ Այսինքն հենց հիմա գինին շշի մեջ հնելում է։ Իսկ կոնյակը այդպես չի։ Կոնյակը երբ որ լցված է կաղնու տակառի մեջ, փայտերի մեջ, այդ ժամանակ է հնանում։ Բայց երբ որ փայտերը հանենք, լցնենք, դնենք միտեղ, կոնյակը չի հնանա։ Իսկ եթե ինչա ֆիքսեցինք, որ գինին առանց կաղնու փայտի կարա շշի մեջ հնենա, իսկ առանց կաղնու փայտի հատկացված կոնյակը չի կարող հնենա։ Այսինքն եթե կաղնին հանենք, քանի տարի ուզում ես, կարաս պահես։ Միևնույնն է ինքը չի հնենա, չէ։ Այստեղ է մեր անցած տարվա պատրաստած գինն, որը դեռևս չենք շշալցրել, թողնում ենք։ Այս տարվանը դեռ ոչ, պետքա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատրաստենք, որովհետև սեզոնը այդ ժամանակաշրջանում է, էլի։ Այսինքն չես կարող բանում ձմռանը գինի պատրաստես, որովհետև ձմռանը դեռևս խաղողի վերք չկա, կամ եթե կա, ինքը այն որակում չի, որպեսզի գինի։ Իսկ եթե հետո ձմռանը սարքենք, ինչ կլինի։ Ինչ։ Եթե գարնանը հավաքենք, հետո ձմռանը սարքենք։ Այն կլինի, որ խաղողը երբ որ հավաքենք, իր ապշակավորությունը պակասելու է, եթե գինի չպատրաստենք, էլի, թողնենք այդպես, հետո արդեն ցուրտ եղանակվան ու այդ ամեն ինչը խանգարելու է խաղողը։ Դա համար երբ որ գալիս է սեպտեմբերին, հոկտեմբեր ամիսները, ամենաշոգ ամիսները, պետքա խաղողը վերցնենք, որովհետև իր քաղցրությունը ստանում է արևից խաղողը։ Իսկ սրանք դուք եք պատրաստել։ Սրանք ոչ, մենք չենք պատրաստել, ուղղակի ցուցադրման համար։ Ներկապային դրված, որպեսզի գույնը ավելի մուգ դառնա ու համը ավելի ինքը տատիպ լինի, այդ խեղդող համը, որ ասում եմ, այդպես լինի, թողնում ենք, որպեսզի լավ հնանա, կապու փայտով, որպեսզի նոր հետո արդեն շշալցնենք։ Դեռևս չգիտենք երբ ենք շշալցնելու, որովհետև ինքը լավ պրոցեսի մեջ է, էլի, թողնում ենք, որ դեռևս հնանա։ Լավ քիասները, ոչ որովհետև կանդիցաները, չգիտեմ, հայերի կանդիցաները։ Օթորակիչը։ Օթորակիչը չմա, որպեսզի այստեղ ինին չացակ չգնա, էլի։ Այսինքն իսկ իսկ խմել են։
Այստեղ լցված ավելի նոր գիններ են, այնտեղ ավելի հին գիններ են, մենք այդպես ենք կանանում, որպեսզի իմանանք էլի որ թվականին որ գինի Հա, այսի ամենանոր գինի Անցած 2 տարվա առաջվա գինին է Այն կողմինը ամենահինը Սա այսպես գնում է Են միսը 22 Այս այստեղ է կտեսնենք մեր կոնյակն ապատրաստած, արդեն շշալցկած ու կապում փայտից հանած արդեն Ինչ հավեստը Դա քանի տարեկան է 5 տարեկան Ինքը 5 տարի չի հնեցվել, բայց խառնել ենք ուրիշ կոնյակի հետ, որ ավելի բարձր տարիքով է ու դարձել է 5 տարեկան Քանի տարի Հա 50 տարի չի մնացել էլի կաղում տակարում մեջ Կոնյակներ խառնելով իրաց գույնը Իսկ եթե այդ 50 տարեկանի 10 տարեկան կոնյակը խառնես, ստանաս 50 տարեկան։ Այո, կարող է Իսկ եթե 50 տարեկանի խառնես 50 տարեկանի կլինի հա բայց դան հատուկ ձև է կա բացում են կոնյակը խառնում են իրար հետո թողնում են որ մի քիչ հնանա նոր դառնում է 100 տարեկան Իսկ գինիները առանց կաղնու փայտի դանդաղ են հնեցվում, իսկ կաղնու փայտը ավելի արագ Չէ, տարբերությունը որն է հիմա բացատրեմ Կաղնու փայտը գինում տալիս է ավելի թնդություն, ավելի սպիրտայնությունը բարձրացնում է կաղնու փայտը ու ավելի խեղտով համ է տալիս գինում Խեղտով բառը կոպիտ եմ էլի ասում, ավելի ինքը ոնց որ բան համ տա, էլի գինի համ տա Որ գինի թթվածին հետ համի Այսինքն կարող ենք առանց կաղնու փայտի հնեցնել գինին, այդ ժամանակ ալկոհոլայնությունը ավելի ճիշտ կլինի Այս բոլոր գինիները սկզբում նրա մեջ կաղնու փայտով հնեցրել եք նոր շարժ Կամ որ կաղնու փայտով ա եղել, կամ որ չէ Իսկ սովորական ինչքան պետք է խառնես գինիներից, որ ասենք ստանա 15 տարի։ Չէ, դի չի Պետք է 15 տարի մնա հատուկ ջերմաստիճանում, որպեսզի գինին դառնա Գինու դեպքում չի գործում դա միայն կոնյակի դեպքում է Նատալի Կոնյակի չի ամասեն Դուրերը որ գանիս են կանաս ստորագրել 15 տարեկան կոնյակ ստանա, ինչքան պետք է խառնես։ Օրինակ 10 տարի 5 տարվա հետ Քանակը տարբերություն չկա Կարս է պատկարած եկնակ իրար հետևից խառնես Կարանք 15 Բացատրեմ ինչի համար, որովհետև գույնը երբ որ բան ասում խառնում ենք իրար հետ գույնը ավելի է մուքանում, իր ալկոհոլայնությունը ավելի է բարձրանում ու ինչքան գին է հնանում է կոնյակը, այդքան իր գույնը մուքանում է, այդքան համը իրար տարբերություն չկա, որովհետև էդի հնեցման արդյունքն է, էլի։ Եթե դու պահես մի տարի կոնյակը կաղնու փայտի մեջ ու ենթադրենք պահես 10 տարի, 10 տարվան ավելի մուգ է լինելու, քան 1 տարվան։ Իսկ քանի տարի Գինի պատրաստել է, էդի կապակցությունից ինչքան ենք հնացնում, ինչքան ենք թողնում Օրինակ այս գինին որքան ժամանակ է Կարծես նախորդ տարվա սեպտեմբերից է, չէ Այո, սեպտեմբերից մինչև հիմա այսպես թողնում Կարա մի օրում գինին արդեն պատրաստ Չէ, որովհետև խաղի բացատրում է էդի շաքարը պետք է վերածվի Չէ, ամենակիչը երևի մի ամիս, 2 ամիս պետք է թողնենք, որպեսզի գազերը առաջանա, հա, այդ եմ ասում, մինչև պատրաստելը խաղը ինչքան պետք է թողնենք Խաղը կարող ենք թողնել ուղղակի ինչի համար մենք շատ չենք թողնում խաղը, որպեսզի չկեղտոտվի խաղը բան ու խաղը երբ որ լվանում ենք, իր շաքարայնությունը պակասում է Կիլո, ինչի համար, որպեսզի Մեկ շիշ գինու համար մոտավոր 1 կիլոգրամ Հա Մի քիչ ավելի պակաս ամենաշատը ինչ Ինչու համար ոչինչ ենք պակում, որովհետև ցույց է տալիս գինու նախ եւ առաջ թե ինչքան հին է գինին ու բացահայտել, որպեսզի լույսը չթափանցի գինի մեջ, գինին որովհետև ավելի մութ ու խավար տեղ է սիրում։ Մնա ոչ թե լույսի մեջ էլի։
Երբ որ գնաք ուրիշ գործարաններ, կտեսնեք, որ այնտեղ շատ մութ է, էլի, այստեղ մենք լույս դնում ենք, որպեսզի հյուրեր բան գան, միանշանակ հաճելի չի, էլի, երբ որ մարդը մտնի խավար տեղ, բան, այդպես։ Դուրը եթե հանկերս հանվել, ես մաղթում եմ, որ ձեր գինու գործարանը ավելի մեծանա, ավելի հարստանա, շատ թաղամասներ ունենեք գինու գործարանի, կոնյակ բան ամեն ինչ արտադրեք այդպիսի, գարեջուր ամեն ինչ արտադրեք ու ամբողջ Հայաստանում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում ծացի գինին ամենահամով գինին է։